Խնդիր 389 Խանութում կա 400 գրամանոց 120 տուփ շոկոլադ, 800 գրամանոց 90 տուփ և 1 կիլոգրամանոց 62 տուփ։ Քանի կիլոգրամ շոկոլադ կա խանութում։ Հաշվենք հերթով 400 գրամանոց 120 տուփ շոկոլադ կա։ Հաշվենք, թե քանի գրամ է, հետո կդարձնենք իհարկե կիլոգրամ 120 տուփ շոկոլադը։ Դրա համար 400-ը բազմապատկում ենք 120-ով։ Քանի որ մեզանից պահանջվում է, որ քանի կիլոգրամ շոկոլադ կա խանութում, վերջում մենք պետք է բոլոր պատասխանները դարձնենք կիլոգրամ, այսինքն որը որ գրամով է, և հետո գումարենք։ 400 անգամ 120, բազմապատկենք 4-ը 12-ով, կամ 12-ը 4-ով, 48, և 3 0 ավելացնենք 1, 2, 3, ստացանք 48000 գրամ։ 48000 գրամը հավասար է, քանի որ 1000 գրամը հավասար է 1 կիլոգրամի, 48000 գրամը հավասար է 48 կիլոգրամի։ Լուծենք երկրորդ հարցը, 800 գրամ անգամ 90 տուփ, կստանանք, թե 90 տուփը քանի գրամ է, և ինչպես առաջին հարցում, գրամը կդարձնենք կիլոգրամ։ 800 անգամ 90 հավասար է 8 անգամ 9 72, 3 0 ավելացնենք, ստացանք 72000 գրամ, 72000 գրամը հավասար է 72 կիլոգրամ։ Երրորդ հարցով, քանի որ կա 1 կիլոգրամանոց 62 տուփ, այսինքն յուրաքանչյուր տուփը 1 կիլոգրամ է, 1 անգամ 62, հավասար է 62 կիլոգրամ։ Այժմ կարող ենք գումարել 48-ին գումարենք 72, գումարենք 62, հավասար է 48-ին գումարենք 72, 110, 120 և գումարենք 62, 182, փակագծում կիլոգրամ։ Ուրեմն պատասխան ունենք խանութում կա 182 կիլոգրամ շոկոլադ։